Մեր երկիրը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ։ Նորանկախ Հայաստանը երբեք նման իրավիճակում չի եղել։ Սա կուսակցական խմբային ընտրություն չէ, որ մենք մրցենք, թե քանի տեղ կունենանք ապագա խորհրդարանում։ Հենց այդ պատճառով է, որ Մայր Հայաստանը, որը վերջին 3 տարիներին դրական արդյունքներով մասնակցել է համապետական նշանակություն ունեցող տեղական ընտրություններին, որոշել է մի կողմ դնել կուսակցական նեղ շահերը և միանալ հարստացնել առաջարկ Հայաստանին ծրագիրը և խորհրդարանական ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Մեր որոշումը նաև պայմանավորված էր իմ և Գագիկ Ծառուկյանի փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված երկար տարիների գործընկերային հարաբերությամբ։ Սա էլ կարծում եմ շատ կարևոր հանգամանք է քաղաքականության մեջ։ Հարգելի թիմակիցներ, մեր ժողովուրդը մեզանից սպասում է լուծումներ, ինչպես դուրս գալ այս խիստ վտանգավոր իրավիճակից։ Մարդիկ մեծ հաշվով երկու խնդրի պատասխան են սպասում. ինչպես ապահովել անվտանգություն և երաշխավորված խաղաղություն և երկրորդը, ինչպես զարգացնել տնտեսությունը և հաստատել սոցիալական արդարություն։ Այս վերջինին մեր ժողովուրդը կարծում եմ մոտ 35 տարի սպասում է։ Հարգելի բարեկամներ, որպեսզի մենք կարողանանք զարգացնել մեր երկիրը, հաստատել արդարություն, նախ պետք է ապահովենք երկարատև և երաշխավորված խաղաղություն։ Մենք ժողովրդին ներկայանում ենք 10 առաջարկով, որոնց մի մասը հիմա կհնչեցնեմ։ Նախ երաշխավորված խաղաղության և անվտանգության մասին։ Այն, ինչ ունենք այսօր, ժամանակավոր շոու հրադադար է և թող մեր ժողովրդին չխաբեն, որ արդեն խաղաղություն են հաստատել։ Սա ոչ թե խաղաղություն է, այլ մի իրավիճակ, որի երաշխավորը, ինչպես վերջերս ՔՊԱ-ականներից մեկը ասաց, Իլհամ Ալիևն է։ Որևէ մեկը այստեղ և ընդհանրապես ամբողջ հանրապետությունում վստահում է Իլհամ Ալիևի տված երաշխավորությանը։ Կարծում եմ, որ դպրոցականների համար էլ է պարզ այս պատասխանը։ Երաշխավորված և կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ապավինել սեփական ուժերին, ունենալ փոխվստահելի դաշնակիցներ, վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Չի կարելի Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական մանրադրամի ու մեր երկիրը դարձնել բախումների թատերաբեմ։ 2008-ի Վրաստանը, այսօրվա Ուկրաինան այն օրինակներն են, որոնցից մենք պետք է դասեր քաղենք։ Միթե Արցախի կորուստը մեզ դաս չեղավ։ Համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծ մասն արդեն ամեն ինչ հասկացել է։ Հարգելի ժողովուրդ, մենք վերականգնելու ենք հայոց բանակը, այն դնելով պրոֆեսիոնալ հիմքերի վրա։ Մենք վերականգնելու ենք նաև մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները։ Օրվա իշխանությունների վարած արկածախնդրային անխոհեմ ու բացառապես սեփական նեղ շահերի վրա հիմնված քաղաքականության արդյունքում մենք հիմա կանգնած ենք Ռուսաստանի հետ առնվազն տնտեսական պատերազմի նախաշեմին։ Դրա հետևանքով կարող են փակվել ավիափոխադրումները, ավելի քան 3 անգամ կթանկանա գազը, գյուղացին կկանգնի մթերքի իրացման խնդրի առաջ, կզրոյացվի դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումը, արտադրողներն ու գյուղացիները կտուժեն, Ռուսաստանում խնդիրներ կառաջանան հայ գործարարների համար, թույլ չի տրվի
այնտեղից գումարներ ուղարկել։ Հարց է առաջանում. ում է սա ձեռնտու։ Պատասխանը ակնհայտ է. ոչ Հայաստանին։ Իհարկե մենք էլ հարցեր ունենք Ռուսաստանին, մեր հասարակության մեջ էլ կուտակված են որոշակի խնդիրներ կապված Ռուսաստանի վարքագծի հետ, բայց այդ հարցերը մենք բարձրացնելու ենք, դրանք բարեկամաբար լուծելու, մեր երկրի համար օգուտներ ապահովելու, այլ ոչ թե արհեստական հակադրություն ստեղծելու և թշնամանալու նպատակով։ Մենք պետք է շահերի համադրում իրականացնենք արտաքին քաղաքական ոլորտում և փոխշահավետ հարաբերություններ հաստատենք բոլորի հետ։ Պետք է խորացնել հայ-վրացական հարաբերությունները։ ԱՄՆ-ի, Եվրամիության հետ գործընկերային կապերի զարգացումը նույնպես բխում է մեր շահերից։ Մասնավորապես, պետք է ակտիվ բանակցել դեպի ԵՄ Հայաստանի քաղաքացիների առանց վիզա ռեժիմ սահմանելու համար։ 8 տարի այս իբր արևմտամետ իշխանությունը մեկ մետր անգամ չի մոտեցել այս խնդրի լուծմանը։ Հենց սրա համար է, որ մենք ասում ենք, որ այն ձևակերպումները, թե սա արևմտամետ է, նա ռուսամետ է, դատարկություն են։ Իրականում քաղաքական ուժը, քաղաքական գործիչը պետք է լինի աթոռամետ, ոչ թե այնպես ինչպես Նիկոլ Փաշինյանն է պատկերացնում, այլ պետք է լինի հայամետ, այնպես ինչպես մենք ենք պատկերացնում։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։